Նրանտապանում հյուրընկալել եմ քաղաքական գիտությունների դոկտոր հրապարակախոս Արկադի Վարդանյանին, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ։ Քանի որ դուք ակտիվ հետևում եք միջազգային իրադարձություններին, աշխարհաքաղաքական զարգացումներին, հենց դրանից էլ սկսենք մեր հարցազրույցը։ Իրանը անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները։ Թրամփն էլ հայտարարում է, որ եթե բանակցությունները արդյունք չտան, բանակցություններ տեղի չունենան, ապա Իրանը մեծ վտանգների առջև է կանգնելու։ Հիմա Օմանում սպասվում է արտգործնախարարի Իրանի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի միջև հանդիպում, բանակցությունների փուլ։ Դուք ինչ վերլուծություն ունեք իրադարձությունների զարգացման, որ սցենարն է ավելի հավանական, արդյոք բանակցություններով կգտնվեն լուծումներ, թե ռազմական ճանապարհով, որտեղ մենք գիտենք, որ ռազմական կուտակումներ կան, ամեն դեպքում ռազմական ուժի կուտակումներ են տեղ ունենում, Իրանը բանակը բերել է մարտական բարձր պատրաստվածության աստիճանի։ Դե ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ աշխարհը այն աստիճան է ալեկոծված հիմա, որ դժվար է որևէ ինչ-որ համաձայնության գալ, որևէ ենթադրություն անել, որևէ կանխատեսում ունենալ, որովհետև իրավիճակը փոխվում է ոչ թե օրը մեկ, այլ արդեն ժամը մեկ։ Թրամփը առավոտը վերակենում մի բան ասում, ճաշից հետո ուրիշ բան ասում, քնելուց առաջ էլ լրիվ ուրիշ բան ասում։ Այնպես որ շատ դժվար է, անկանխատեսելի է, էլի։ Բայց ամեն դեպքում այդ ալեկոծված վիճակը իհարկե վաղ թե ուշ պետք է հանդարտվի, եւ ես չեմ կարծում, որ կարծում եմ, որ նաեւ կհանդարտվի մեր տարածաշրջանում եւ մեր բարեկամ երկիր Իրանի հետ կապված հարցերում նույնպես։ Դե ես կարծում եմ, որ Իրանը այս պահին ճիշտ է մտածում, որ Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցություն վարելը անիմաստ է, որովհետև իրանք տեսնում են ինչ է կատարվում, ինչպես է իրեն պահում Թրամփի վարչակազմը, բայց ամեն դեպքում Օմանում իհարկե հանդիպումը տեղի ունենալու, ինչի մասին են խոսելու, դժվար է ասել։ Իրանին հարվածել է այնքան էլ հեշտ բան չի, Իրանը հզոր պետություն է, հսկայական տարածք ունի, մոտ 90 միլիոն բնակչություն ունի, բավականին լավ զինված է եւ այլն, այսինքն սա շատ վտանգավոր է եւ հղի է բավականին մեծածավալ, լայնածավալ պատերազմով, այնպես որ Միացյալ Նահանգները շատ երկար կմտածի նախքան ինչ-որ հզոր հարված հասցնելը Իրանին։ Դե մենք իհարկե անտարբեր չենք կարող լինել այդ իրադարձությունների նկատմամբ, որտեղ Իրանը մեր այսօրվա վիճակում ամենահզոր դաշնակիցն է, այդպես կարող ենք ասել, որովհետև աջից ու ձախից մենք ունենք թշնամիներ, հանձինս Ադրբեջանի եւ Թուրքիայի, հյուսիսի կողմից էլ անորոշ վիճակում գտնվող Վրաստանը, որտեղ դեռ հայտնի չի ինչպես կավարտվեն այդ իրադարձությունները, այսպես կոչված ընտրություններից հետո, կեղծված իհարկե ընտրություններից հետո, բայց ես հուսով եմ, որ վրաց ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի եւ համախմբվածության բավարար աստիճան կարող է ստեղծել ազատվելու համար այդ Ռուսաստանի դարավոր ազդեցությունից։ Դա է շատ կարևոր մեզ համար։ Դե աշխարհում էլ տեսնում ենք ինչ է կատարվում այդ Դոնալդ Տրամփի կողմից փաստորեն ամբողջ աշխարհին հայտարարված առևտրական պատերազմը։ Այո, ինչպես Մակրոնը հայտարարեց։ Չմոռանանք, որ ոչ վերջին հերթին խփելու է նաև հարված է հասնելու նաև Միացյալ Նահանգների տնտեսությանը։ Արդեն երևում է, որովհետև արձանագրվում են գների բարձրացումներ եւ հետո ժողովուրդն է արդեն բողոքում է, վերջերս շատ հզոր
բողոքի ակցիաներ տեղի ունեցան գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Միացյալ Նահանգների, հակատրամպյան այսպես կոչված, եւ նույնիսկ Թրամփի ամենամտերիմ, ամենահուսալի դաշնակիցը Իլոն Մասկը արդեն սկսեց հակատրամպյան ինչ-որ հայտարարություններով հանդես գալ, որովհետև ինքը տեսնում է բավականին տաղանդավոր բիզնեսմեն է, բացի ամեն ինչից, ինքը տեսնում է, որ Թրամփի իրականացվող քաղաքականությունը բավականին հզոր հարված է հասցնում նաև ամերիկյան բոլոր միլիարդատերներին եւ ոչ միայն միլիարդատերներին, այլ ամբողջությամբ ամերիկյան տնտեսությանը։ Լավ, ինչպես անվանել Թրամփի քաղաքականությունը, երբ այսպես անորոշ է ըստ տրամադրության են որոշումները ընդունվում։ Ինձ թվում է, որ այս ամենը այսպես արհեստական իրականացվող ծածկադմփոց է, որի տակ Թրամփը փորձում է թաքցնել, չգիտեմ, գուցե ես շատ եմ ընկել այսպես ֆանտազիայի գիրկը, բայց եւ այնպես ես շարունակում եմ հույս փայփայել, որ այն ամենը, ինչ որ արվում է Թրամփի կողմից եւ նրա աշխատակազմի կողմից, դա ուղղակի նախապատրաստում է շատ հզոր այսպես թակարդի ստեղծմանը, որի մեջ վերջում կհայտնվի աշխարհի այսօրվա համար մեկ առնետը, պարոն Պուտինը։ Ինձ թվում է այդ ամենը ուղղված է այդ նպատակին։ Չգիտեմ, գուցե իմ կարծիքը շատ հեռու է իրականությունից, բայց ես չէի ուզի սխալվել, որովհետև գիտեք ինչ, դե վերջին հաշվով Միացյալ Նահանգները դա ժողովրդավարական պետություն է, դա այնպես Հավայի պետություն չի, էլի, արդեն մոտ ժամանակներս պետք է տոնեն 250-ամյակը Միացյալ Նահանգների ստեղծման եւ աշխարհի կողմից միշտ այդ երկիրը ընկալվել է որպես հզորագույն ժողովրդավար երկիր։ Մի երկիր, որը միշտ կանգնած է ճնշվողների կողմում, որը միշտ առաջնորդվում է արդարությամբ, ժողովրդավարական սկզբունքներով եւ արժեքներով, եւ այդ ամենը հաշվի առնելով եւ նկատի ունենալով դժվար է պատկերացնել, որ այսօրվա աշխատակազմը ի վիճակի կլինի ինչ որ շրջադարձային փոփոխություններ իրականացնել Միացյալ Նահանգներում եւ այդ երկիրը միացնել այնպիսի հակաժողովրդավարական պետություններին, ինչպիսիք են ուրեմն Պուտինյան Ռուսաստանը եւ Չինաստանը, կամ էլ Հյուսիսային Կորեան։ Չեմ պատկերացնում նման բան, ուղղակի չեմ պատկերացնում։ Ես կարծում եմ, որ դա ֆիզիկապես հնարավոր չէ, ինչի մասին վկայում են նաեւ այն հզոր հանրահավաքները, որոնք տեղի ունեցան, ինչպես արդեն ասացի, գրեթե բոլոր խոշոր քաղաքներում եւ արդեն գիտեք ինչ անջատողական մտքեր են մեկ-մեկ հնչում, օրինակ Կալիֆոռնիա նահանգում արդեն բավականին լուրջ սկսել են մտածել Միացյալ Նահանգներից դուրս գալու մասին, պատկերացնում եք ինչին է հասել արդեն այս անորոշ իրավիճակը։ Այդ ամենը ես կարծում եմ կստիպի Թրամփին սթափվել, եթե այդպես կարելի ասել, օյաղանալ եւ մտածել նաեւ հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրություններին Միացյալ Նահանգներում, կոնգրեսի ընտրություններին, սենատի ընտրություններին եւ այսօրվա վիճակում, եթե այսօր վաղը լինեն այդ ընտրությունները, իհարկե հանրապետականները ջախջախիչ պարտություն կկրեին, դա ակնհայտ է եւ հանրապետականներից շատերը նույնպես բողոքում են, համաձայն չեն այսօր վարվող քաղաքականության հետ եւ արդեն արտահայտում են իրենց անհամաձայնությունը, բազմաթիվ հայտարարություններ են հնչել վերջերս, բավականին ճանաչված եւ հեղինակավոր հանրապետականներ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել Թրամփի կողմից վարվող
քաղաքականության վերաբերյալ։ Այնպես որ մի խոսքով ալեկոծված է, շատ խառն է, շատ խառը վիճակ է, այստեղ դժվար է ինչ-որ որոշակիորեն կարծիք հայտնել կամ կանխատեսում անել, ընդհանրապես ես կանխատեսումներին դեմ եմ, երբեք չեմ կանխատեսումներով չեմ զբաղվել, կարծում եմ դա անշնորհակալ գործ է։ Պարոն Վարդանյան, Ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք։ Հիմա Վաշինգտոնի հետ սեփական խնդիրները չլուծած Մոսկվան պատրաստակամություն է հայտնում անել հնարավորը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև տարաձայնությունները հարթելու համար, Պեսկովն է հայտարարել։ Հիմա այս հայտարարությունը զուտ հայտարարություն է հայտարարության համար։ Գիտեք, ես կարծում եմ Իրանը, ինչպես որ մենք մեր զրույցի սկզբում ասացինք, Իրանը համարում է Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցություն անիմաստ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա այստեղ Իրանը շատ ավելի, ոնց ասեմ ձեզ, շատ ավելի կոշտ է ընկալում այդ հարաբերությունները Ռուսաստանին, այդպես ժողովրդական լեզվով եթե ասենք, շանտեղել չի դնում։ Այդ դեպքում ինչ է սա նշանակում այս հայտարարությունը, որ իրենք պատրաստ են անել հնարավորը։ Այո, Մոսկվա։ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է մեդան ընկնել, ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, որ ինքը մեկուսացված չի, որ ինքը ակտիվորեն մասնակցում է միջազգային բավականին այսպես բարձր աստիճանի տարբեր տեսակի իրադարձություններին, որ իրեն ինչ որ բանի տեղ են դնում, իր կարծիքը հաշվի են առնում եւ այլն եւ այլն։ Եվ իհարկե այստեղ նույնպես ինքը չէր կարող կողմ մնալ, պետք է անպայման քիթը խոթեր, նաև ամերիկա-իրանական այդ հարաբերությունների մեջ ցույց տալու համար, որ իր ազդեցությունն այնքան բարձր է, որ ինքը կարող է նույնիսկ ճնշում գործադրել, օրինակ այդ նույն Իրանի վրա, որը համարվում է իր դաշնակիցը, Եվ այսպիսով ուզում է ցույց տալ, որ իր դեմքը դեռ վերջնականապես ջնջված չէ եւ հեռացված չէ, ուրեմն համաշխարհային թատերաբեմից քաղաքական։ Այդ է ուզում ցույց տալ։ Պարոն Վարդանյան, նույն անկանխատեսելի իրավիճակն է նաև ռուս-ուկրաինական ճակատում, այսինքն դեռ հնարավոր չէ ասել ինչ կարող է տեղի ունենալ։ Ոչ, այստեղ ես կարծում եմ շատ ավելի կանխատեսելի է, որովհետեւ Թրամփի երկնակալության պահից սկսած առ այսօր արդեն շուտով մոտենում է 100 օրը Թրամփի Պուտինը մի քանի անգամ ամբողջ աշխարհին փաստորեն ցույց տվեց, որ ինքը ամենևին հակված չէ հասնել ուրեմն խաղաղությանը, կնքել որևէ պայմանագիր, ուղղակի ժամանակ է ձգձգում Որովհետև գիտեք ինչ, Ռուսաստանը Պուտինի ղեկավարման ընթացքում հասցվել է այն աստիճանի, որ արդեն առանց պատերազմի Ռուսաստանը որպես պետություն այլևս չի կարող գոյություն ունենալ։ Որովհետև առանց պատերազմի տնտեսությունը արդեն միանգամից փլուզվելու է, որովհետև հիմա էլ տնտեսության հիմնական այսպես սյուները դա ռազմարտադրությունն է։ Ռազմաարդյունաբերություն եթե չլինի, ուրեմն տնտեսություն որպես այսպեսի նույնպես չի լինի։ Եվ ուրեմն Ռուսաստանը կփլուզվի ճիշտ այնպես, ինչպես ժամանակին փլուզվեց Խորհրդային Միությունը։ Այսինքն դրա համար Ռուսաստանի համար պատերազմը շարունակելը, անընդհատ նոր ինչ-որ օջախներ ստեղծելը, ռազմավտանգ օջախներ ստեղծելը դա շնչելու նման մի անհրաժեշտություն է Ռուսաստանի համար։ Այնպես որ այստեղ պարզ է արդեն ուղղակի Թրամփը ես չեմ պատկերացնում որքանով է արդեն չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց ստիպված եմ օգտագործել, որքանով է հիմարացել, որ չի տեսնում, դա այն դեպքում, երբ որ ամբողջ աշխարհը դա տեսնում է, բոլորն են տեսնում։ Չէ, բայց նաև հայտարարում է, որ Մոսկվան է ձգձգում խաղաղության այդ գործընթացը։ Դե օրինակ ինչ արժի մենակ այդ 2 օր առաջ տեղի ունեցած այդ հանցավոր հարձակումը Կրիվոյ Ռոգի վրա։ 20 հոգի մահ զոհվեց, որոնցից 9 երեխաներ են։ Սա ուղղակի սարսափելի է։ Միթե Թրամփը չի հասկանում, թե ինչ է կատարվում իրականում։ Ով է այստեղ ագրեսորը, ով է այստեղ ագրեսորի թիրախը եւ ով է տուժողը։ Այն դեպքում, երբ արդեն 4-րդ տարին է, ամբողջ աշխարհը դա տեսնում է եւ գիտակցում է։
Բայց ես կարծում եմ, որ արդեն գիտեք ինչ, աշխարհի կողմից հակահարվածները, որոնք հասցվում են Թրամփի այսպես կոչված այդ տարիֆային քաղաքականության դեմ, արդեն իրենց ազդեցությունը տալիս են։ Եվ Չինաստանն է արդեն 34%-անոց տարիֆներ ուրեմն սահմանել Միացյալ Նահանգներից եկող ապրանքների վրա, եւ Կանադան, եւ Մեքսիկան, այսինքն այստեղ արդեն հակահարվածները զգացվում են։ Եվ ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, ապա այս ասպարեզում նույնպես շատ հզոր հակահարվածներ հենց իրենք Միացյալ Նահանգները իրենց կհասցնեն իրենց անհաշվենկատ քաղաքականության արդյունքում, որովհետև Ուկրաինան արդեն կարողացավ ստեղծել իր բավականին հզոր ռազմաարդյունաբերությունը, օրինակ այդ անօթաչու թռչող սարքերի ուրեմն ասպարեզում Ուկրաինան արդեն ճանաչվել է որպես աշխարհի ամենահզոր արտադրող երկիրը։ Բայց ռազմաարդյունաբերության զարգացումը բավարար է, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել պատերազմը այնքան, որքան Ռուսաստանը, չէ՞ որ դուք ասացիք Ռուսաստանի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է այս պատերազմը։ Իհարկե, դուք իրավաց եք, իհարկե բավարար չէ, բայց չմոռանանք նաև Եվրոպայի աջակցությունը, որովհետև մենք տեսնում ենք, որ Թրամփի քաղաքականությունը արթնացրեց Եվրոպային։ Եվրոպան արդեն գիտակցեց, խորապես գիտակցեց, որ իր անվտանգության ապահովումը չպետք է շարունակի դնել Միացյալ Նահանգների ուսերի վրա։ Միացյալ Նահանգները բազմից արդեն հայտարարել են, որ քայլ առ քայլ դուրս են գալու Եվրոպային պաշտպանելու այդ իրենց դիրքից, տասնյակ տարիներ շարունակվող դիրքից, եւ Եվրոպան հասկանում է, որ արդեն իր պաշտպանության, իր անվտանգության հարցերը ինքը պետք է վերցնի իր ձեռքը։ Իսկ իր պաշտպանությունն ու անվտանգությունը առաջին հերթին կախված է Ուկրաինայից։ Այսօր Ուկրաինան առաջնային դերակատարություն ունի այդ հարցերի շուրջ, որովհետև եթե պարտվեց Ուկրաինան, ապա հաջորդ հարվածը կստանա արդեն Եվրոպան։ Ռուսները չեն թաքցնում, որ իրենք Ուկրաինային, այսպես կոչենք, խեղդելուց, վերջնականապես խեղդելուց հետո կարող են հարձակվել նաև Լեհաստանի, նաև Մերձբալթյան երկրների վրա։ Չի բացառվում դա։ Եվ պատահական չէ, որ առաջին հերթին Գերմանիան է դա շատ լավ գիտակցում եւ համապատասխան քայլեր է ձեռնարկում, որպեսզի կարողանա հզորացնել իրենց պաշտպանությունը, իրենց ռազմական կարողությունները, ռազմական ուժը եւ այլն։ Այսինքն այստեղ նույնպես մենք տեսնում ենք բավականին այսպես երևացող խմորումներ, որոնց արդյունքում ես կարծում եմ, որ վերջին հաշվով պատմության այսպես ուղին, որը անհերքելի է եւ հնարավոր չէ կանգնեցնել, շարունակվելու է նույն տրամաբանությամբ, նույն այն պատմական տրամաբանությամբ, որը ոչ ոք չի կարող հաղթահարել, այդ թվում նաեւ Պուտինը, այդ թվում նաեւ Թրամփը, ով ուզում է լինի։ Ես կարծում եմ, որ ամենայնպես այս տարին որոշիչ կլինի, 2025 թվականը շատ հարցերի պատասխանները տալու է, դրանում ոչ մի կասկած չկա։ Դե տեսեք, Ռուսաստանը տեսեք ինչ ջարքեր է գործադրում, արդեն հասել են այն հիմարության այն աստիճանին, որ պահանջում են իրենց պահանջների թվում նաև ներառել են այնպիսի պահանջ, որ ուրեմն Ուկրաինայի իշխանությունը լեգիտիմ չէ եւ անհրաժեշտ է Ուկրաինայում ուրեմն անցկացնել ընտրություններ։ Չնայած շատ լավ, բոլորը շատ լավ հասկանում են, որ առաջին ոչ լեգիտիմը հենց ինքը Պուտինն է, որտեղ արդեն 25 տարի է նստած է ուրեմն Ռուսաստանի ղեկին եւ Ռուսաստանը տանում է դեպի անդունդը, դա բոլորն են տեսնում։ Այնպես որ դե Ուկրաինային փառք ու պատիվ Ուկրաինային, ես իհարկե հիացած եմ ուկրաինական ժողովրդի այսպես քաջությամբ իրենց կամքով իրենց հայրենիքի նկատմամբ իրենց սերով, իդեպ նկատենք, որ
ոչ միայն էթնիկ ուկրաինացիներն են պայքարում Ռուսաստանի դեմ, այլ նաև էթնիկ ռուսներ, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են։ Այդ ռուսներն են իրենց համարում ուկրաինացիներ, այսինքն Ուկրաինայի քաղաքացիներ եւ պաշտպանում են իրենց երկիրը։ Այստեղ գաղափարը շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ ցանկացած պայքար, եթե չի ընթանում գաղափարի շուրջ, այդ պայքարը ոչ մի իմաստ չունի եւ ոչ մի հաղթանակի հասնել չի կարող։ Իդեպ վերադառնալով Հայաստան նշենք, որ մեզանում էլ նույնն է հիմա տեղի ունենում։ Նայեք, տեսեք, ընդդիմություն ասելով մենք ինչ ենք հասկանում այսօր։ Մենք չունենք ընդդիմություն։ Մենք փաստորեն ընդդիմություն չունենք եւ պատահական չէ, որ շատ մեկնաբաններ, շատ վերլուծաբաններ այդ ընդդիմություն բառը օգտագործում են բացառապես ճակերտներով, որտեվ սա իրականում ոչ թե ընդդիմություն է, այլ ինչ որ առանձին մարդկանց կամ առանձին խմբերի այսպես ձգտում հասնել իշխանությանը, որովհետև չեն իրականացվել եւ չեն կարողացել ժամանակին հասնել իրենց ամբիցիաներին։ Ամբիցիոզ են շատ բոլորը, որին վերցնում ես։ Առանձին եթե վերցնենք, մենք տեսնում ենք, որ ընդդիմության որևէ հատված ոչ մի ծրագիր չունի։ Ժողովրդին չի առաջարկում ոչ մի ծրագիր։ Ընդհանրապես ուրեմն քարկոծել նախկիններին, քարկոծել այսօրվա այսպես կոչված Նիկոլ Փաշինյանին եւ ասել, որ հեսա մենք կգանք ամեն ինչ կդզենք։ Ախր ո՞նց կդզենք։ Ամեն մի դզելը պետք է ինչ-որ ծրագիր ունենա, ինչ-որ դուք ձեր արժեվ պետք է այդ ծրագիրը ունենաք եւ այդ ծրագիրը ներկայացնեք ժողովրդին։ Վերջին հաշվով ժողովուրդը դատարկաբանությանը երբեք ուշադրություն չի դարձել, չի էլ դարձնելու։ Ժողովուրդը արդեն կուշտ է։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Պարոն Վարդանյան, շատ լավ տեղ եկաք, հիմա ինձ հետաքրքիր է ձեր բացատրությունը Գյումրիում անցկացված դիմ ընտրությունների արդյունքների ընդհանուր պատկերի հետ կապված։ Ժողովուրդը ինչով բացատրել ժողովրդի ընտրությունը, երբ մեծ թվով մարդիկ իրենց վստահության քվեն տվեցին կոմունիստ քաղաքական գործչին, ով ունի քրեական անցյալ, ով գովերգում էր ռուսական դրոշն ու ռուսական ռազմաբազայի ներկայությունը մեր տարածքում, այս բոլոր իրադարձություններից հետո։ Գիտեք ինչ, եթե փորձենք վերլուծել թվաբանության սկզբունքից, ապա առաջին հերթին ես կնշեի այն հանգամանքը, որ ժողովրդի, ինչպես դուք ասում եք, ճնշող մեծամասնությունը ընդհանրապես այդ ընտրություններին չմասնակցեց ուղղակի, հասկանում եք, ժողովուրդը անտեսեց ու դրանով ապտակ տվեց եւ իշխանությանը եւ ընդդիմությանը, այսինքն իր այսպես անվստահությունը հայտնեց ինչպես նախկիններին, այնպես էլ այսօրվաներին, այնպես էլ ձեր ասած կոմունիստին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր ունեն ինչ-որ քրեական բնույթի պատմություն իրենց ուրեմն կյանքի ճանապարհի վրա, բոլորի երեսին թքեց կարելի ասել ժողովուրդը։ Իսկ ինչ վերաբերում է, ինչպես։ Իսկ քվեարկածների վարքագիծը ինչպես բացատրել, մոտիվացիան կամ։ Դե քվեարկածները գիտեք ինչ։
Ուղղակի ես կարծում եմ, որ մարդիկ եկան մասնակցելու հերթական թամաշային, որի արդյունքում գուցե դա ձեզ տարօրինակ թվա, բայց ես կարծում եմ, որ հաղթեց իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը հաղթեց այստեղ։ Բա իհարկե, որտեվ այն կոալիցիան հիմա որը որ պետք է ստեղծվի, ստեղծվելու է հենց ԿՊ-ի թելանդրանքով։ Դե կտեսնեք։ Հիմա փորձում են, չէ, ինչ որ կոալիցիա ստեղծեն։ Ինչ կոալիցիա պիտի ստեղծվի, եթե կոալիցիայի անդամներից մեկը պետք է լինի հանցագործ այս Վարդանիկը, Գիժ Վարդանիկը։ Ես իրան անձամբ եմ ճանաչում, հանդիպել եմ ես իր հետ Լեննականում, Գյումրիում, խոսել եմ, զրուցել ենք, ես ուղղակի անմեղսունակ մարդ է նա, շատ հեռու իրականությունից, շատ հեռու քաղաքականությունից, քաղաքագիտությունից, ամեն այն բանից, որը անհրաժեշտ է Գյումրի նման մեծ քաղաքի, մեր երկրի երկրորդ քաղաքի քաղաքապետը լինելու համար։ Նրան ես օրինակ չէի վստահի ինչ որ մի դպրոցի դրամ պահակ լինելու, չէի վստահի։ Իսկ հիմա կոալիցիայի անդամ նա լինելու է անպայման եւ չի բացառվում, որ հենց նա էլ կլինի քաղաքապետը։ Հերթական անգամ Գյումրին եւ գյումրեցիներին տանջող, թալանող քաղաքապետը։ Այդպես է լինելու։ Դուք ասում եք ի վերջո ԿՊ-ն է հաղթել, այսինքն դուք նկատի ունեք, որ Վարդան Ղուկասյանը եթե անգամ դառնա քաղաքապետ, նա ենթարկվելու է Նիկոլ Փաշինյանին։ Վարդան Ղուկասյանը շատ խելոք, հնազանդ կատարելու է ԿՊ-ի բոլոր թելադրանքները։ Բոլոր, որովհետև եթե նա չկատարի այդ թելադրանքները, ապա ԿՊ-ն նրան թույլ չի տա հանգիստ ու այսպես առանց որևէ խնդիրների շարունակել իր հանցավոր գործունեությունը։ Նա շատ լավ գիտի։ Այդ բանը նա շատ լավ է ուսումնասիրել եւ շատ լավ է գիտակցում։ Ցանկացած հանցագործ գիտի, որ պետք է առաջին հերթին կապեր ստեղծել իշխանավորների հետ, իշխանության հետ։ Լինի դա ոստիկանապետ, լինի դա քաղաքապետ, լինի դա վարչապետ, ով ուզում է լինի, անպայման կապը պիտի ստեղծես, որ կարողանաս անվտանգ քո հանցագործությունները առաջ տանես։ Այնպես որ Վարդանիկ Ղուկասյանն էլ այստեղ բացառություն չի կազմում։ Ես ամեն դեպքում չեմ ուզում, որ մենք անձնապես վիրավորենք պարոն Վարդանյան, երևույթի մասին էր Պարոն Ղուկասյանին դուք նկատի ունեք։ Այո, պարոն Ղուկասյանին, եւ եթե նա հանցագործ է, պետք է որ հիմա հանցագործը գտնվեր համապատասխան վայրում եւ ոչ թե լիներ ազատության մեջ, հետեւաբար մենք մեր գնահատականը չգիտեմ ինչքանով է տեղի։ Սա հերթական փորձն է գնահատական տալ այսօրվա իշխանությանը, որովհետև այսօրվա իշխանությունը մենք հիշում ենք, չէ, արդեն գրեթե 7 տարի է իրենք իշխանություն են, չէ։ Իշխանության գալուց նրանք ինչ էին ասում։ Նրանք ասում էին, որ բոլոր կողոպտիչները, բոլոր թալանչիները, բոլոր մարդասպանները եւ այլն, բոլոր դրանք, ովքեր տանջել են մեր ժողովրդին, նրանք անպայման ենթարկվելու են համապատասխան պատասխանատվության, պատժվելու են։ Դրանց թվում է նաեւ Վարդան Ղուկասյանը, այն ինչ որ ես ասում եմ Վարդան Ղուկասյանի հասցեի, դա վիրավորանք չէ, դա ուղղակի փաստի արձանագրում է։ Դա փաստի արձանագրում է։ Ինչու այսօր նա, ինչպես դուք ասում եք, ճաղերի հետևում չի։ Այդ հարցը պետք է ուղղել նույն Նիկոլ Փաշինյանին, նույն այսօրվա մեր կառավարությանը, նույն մեր դատախազությանը։ Ինչու։ Այնքան հանցագործությունների միջով անցել, այնքան հանցագործություններ արել, ինքն էլ իր որդին էլ։ Հիմա ինչա, նորից ինքը պետք է քաղաքապետ դառնա։ Պարոն Վարդանյան, Հայաստանի վարչապետը ասում է հանրային այն դժգոհությունը, որ կա մեր վարած կադրային քաղաքականության հետ, տեղին չէ, որովհետև հաշվի չեք առնում, որ հանրապետության տարբեր բնակավայրերում մանկապարտեզներ, դպրոցներ կամ չկան, կամ կիսավեր վիճակում են եւ ֆիզիկական եւ բովանդակային իմաստով, այսինքն չենք տալի, հանրությունը չի տալիս կադրեր պատրաստված, որպեսզի իրենք իրենց տեղը գտնեն կառավարությունում։ Սա արդարացում է ընդամենը սեփական կադրային քաղաքականությունը արդարացնելու մասին է հայտարարությունը վարչապետի։ Թե իսկապես մենք ունենք կադրային խնդիր, կադրային ճգնաժամ, ինչպես նա է ընդգծում։ Ես վարչապետի հայտարարություններին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում արդեն վաղուց։ Ինչու՞, որովհետև
իր կողմից իրականացվող քաղաքականությունը թուրքահաճո քաղաքականություն է։ Թուրքահաճո քաղաքականություն է։ Եկեք մի մոմենտ պատկերացնենք, մի պահ պատկերացնենք, որ վարչապետը ոչ թե օրինակ Նիկոլ Փաշինյանն է, այլ ինչ որ, չգիտեմ, Մահմեդ Օղլու, ինչ որ մի հատ թուրք։ Մի հատ թուրք, Անկարայից կամ Բաքվից մի հատ եկած թուրք։ Սրանից ավել վնաս նա կարող էր հասցնել Հայաստանին։ Ես նկատի ունեմ այն վնասը, որը հասցրեց Նիկոլ Փաշինյանը։ Արցախը հանձնելը, ժողովրդին այս վիճակում գցելը, հա, ցեղասպանությունը մոռանալը, Արարատ սարը մեր հիշողությունից ջնջելը, ուրեմն դպրոցներում, մանկապարտեզներում, այսպես ոնց ասեմ, վարվող այդ քաղաքականությունը, որ դասագրքեր փոխելը, պատմություն մոռանալը, իրական Հայաստանի մասին խոսելը, իրական Հայաստանը ո՞րն է։ Իրական Հայաստանը ո՞րն է։ 29700։ Հա, իրական Հայաստանը, այսինքն այն պատրտած այն մի կտորն է, որը մնացել է իրական Հայաստանը սա է։ Ես կարծում եմ ոչ։ Ես կարծում եմ ոչ։ Իրական Հայաստանը այն Հայաստանն է, որի ղեկավարները պետք է քաջ գիտակցեն, որ հնարավոր չէ մոռացության ենթարկել սեփական երկրի պատմությունը, հնարավոր չէ։ Մենք ինչ է, պետք է մոռանանք Հայկ Նահապետին, պետք է մոռանանք Մեսրոպ Մաշտոցին, պետք է մոռանանք Վարդան Մամիկոնյանին, պետք է մոռանանք Անդրանիկին, պետք է ամեն ինչ պետք է մոռանանք, հա։ Մոնթեին էլ մոռանանք, հա։ Մեր հերոսներին մոռանանք, որտեղ դրանք իրական Հայաստանի հետ կապ չունեն։ Եթե մենք հետևենք այդ փիլիսոփայությանը, այդ ենթադրություններին, որոնք փորձում է որպես գաղափարախոսություն ժողովրդին հրամցնել Նիկոլ Փաշինյանը։ Ինչ է նշանակում իրական Հայաստան։ Ինձ համար իրական Հայաստանը դա, գիտեք ինչ, առնվազն Վուդրո Վիլսոնյան գծած Հայաստանն է, առնվազն, ավելին դեռ չեմ ասում։ Մենք ինչու՞ չպետք է օրինակ վերցնենք նույն Իսրայելից, նույն Իսրայելի ժողովրդից, Իսրայելի կառավարությունից։ Տեսեք ինչպես են նրանք պաշտպանվում, գտնվելով ամբողջությամբ շրջապատված լինելով թշնամի երկրներով եւ թշնամիներով, որոնք անընդհատ հարված։ Մենք էլ ունենք ԱՄՆ-ի պես դաշնակից, մենք էլ ունենք Ֆրանսիայի պես դաշնակից, բայց նրանք գիտեն այդ դաշնակիցներից օգտվելու ձևը, իսկ մենք չգիտենք։ Մենք չգիտենք։ Մենք ինչ է մոռացել ենք Նիկոլ Փաշինյանը երբ որ եկավ իշխանության, մի քանի օր անց ով եկավ Միացյալ Նահանգներից։ Ամենաբարձրաստիճան չինովնիկները եկան այստեղ, չէ՞։ Ոչ եկան ձեռքերը թափառելով, նրանք եկան կոնկրետ առաջարկություններով, նրանց գրպանում կոնկրետ իրեր կային արդեն, շոշափելի իրեր։ Բայց ինչպես եկան, այնպես էլ քորփոշման հետ գնացին։ Իմիջիալով գիտեք ինչ, լավ է ես հիշեցի, ես ուզում եմ մասին խոսել ձեզ։ Ամփոփենք դրանով, պարոն Մարտիրոսյան։ Ես ցանկանայի, այսինքն ես առաջարկում եմ ձեզ օգտագործել այս ամբիոնը, այս մեր զրույցները, օգտագործել որպես յուրատեսակ սոցհարցում։ Եկեք մենք դիմենք մեր լսարանի, այսօրվա լսարանի մասնակիցներին այսպիսի առաջարկով։ Ձեր մեկնաբանություններում նշեք այն անձին կամ այն անձանց, որոնք անձամբ դուք կվստահեիք երկիր ղեկավարելը։ Նշեք, էլի մարդու անուն տվեք։ Այդ սոցհարցումը մեզ հնարավորություն կտա, ասենք 1 ամիս, 2-3 ամիս հետո ինչ որ տպավորություն ունենալ ժողովրդի սպասումների վերաբերյալ, որովհետև մենք ժողովրդի արտարբերությունը հիմա տեսնում ենք, մենք տեսնում ենք, որ ժողովուրդը ոչ ոքի չի հավատում, չի ուզում հավատա, ոչ ոքի չի ուզում լսել ընդհանրապես, բայց այդ սոցհարցումը մեզ հնարավորություն կտա հասկանալ ժողովրդի տրամադրվածությունը եւ ընդհանուր, այսպես եթե կարելի ասել, ընդհանուր վիճակը մեր հասարակության մեջ այսօր ինչ վիճակում է մեր հասարակությունը այսօր։ Ես կարծում եմ, որ դա այդ արխիվ կլներ, ես առաջարկում եմ, որ մեր լսարանը արձագանքի։ Կոմենտներում մեկնաբանություններում գուցե իսկապես արձագանքներ լինեն։